այնպես որ Հասմիկ Հակոբյանը ասում է ընդդիմությանը, ձեր քթերից բերելու ենք, որ 300,000 ադրբեջանցիների գալով ահաբեկում էիք հայ ժողովրդին։ Գիտեք, այսինքն ինչպես են մեր քթերից բերելու են 300,000 ադրբեջանցիները գալու են եւ այդ 300,000 ադրբեջանցիները գալու են տեղի բնակիչների քթից են բերելու, սա է հայտարարում, դա մենք գիտենք, որ հենց որ գան իսկ իրենք անելու են, իսկ իրենցից որևէ մեկը որևէ մի անգամ Ադրբեջանի կողմից այդ հայտարարություն անողներից որևէ մեկին ի պատասխան ասեց, որ լսեք 300,000 ադրբեջանցի չի գալու։ Այսինքն ինչ է նշանակում քթերից բերելու են։ Հա, որ ադրբեջանցիները գան, իհարկե քթերից բերվելու է հայ ժողովրդի, բայց 300,000 ադրբեջանցին հենց մտավ Հայաստան, իրենց աճի էս տեմպերով, մի քանի տարի հետո առանց պատերազմի, առանց որևէ դժվարության այդ 300,000 ադրբեջանցին դառնալու է առնվազն 600-700-800,000 ընտրող եւ ունենալու է իրենց կողմից ձևավորված կառավարություն, իրենց կողմից ձևավորված ազգային ժողով։ Հա, դա ընդդիմության քթերից բերել չէ, դա Հայաստանի Հանրապետության ինքնաոչնչացում է, այնպես որ հենց իր քթից էլ է բերվելու։ Ինքը այլևս падգամավոր չի լինելու, չի էլ պատկերացնում, որ ադրբեջանցին առաջին հերթին իր քթից է բերելու։ Ինչու՞, որովհետև ադրբեջանցին շատ լավ հասկանում է, որ ինքը եթե նման արդյունք է գրանցել է նման դավաճանների շնորհիվ, իսկ իրեն դավաճան պետք չի լինելու եւ ինքը առաջինը քթից բերելու է հենց այդ դավաճանների, առաջինը պատժելու է այդ դավաճաններին, ոչ մեկին դավաճան պետք չի, առայժմ իրենց կօգտագործեն, իրենց դավաճանությունը կօգտագործեն թուրքերը, ադրբեջանցիները, կհասնեն իրենց ծրագրի արդյունքներին եւ հենց այդ դավաճանների քթից բերելով նրանց վռնդելու են։ Ես մի անգամ ելույթներիցս մեկի ժամանակ միգուցե դաժան էր, բայց ասեցի, որ Աստված մի արած է, բայց այս ձեր քաղաքականության արդյունքում ՔՊ-ի ներկայացուցիչներ, վաղը մյուս օրը դուք պայքարելու եք այն թանգարանային մեկ տեղի համար, ում կենթանի կթողնի ադրբեջանցին։ Հիշում եք, այդպես էին ասում են, մեկ հայ ենք թողնելու, այն էլ թանգարանի համար։ Դուք պայքարելու եք, թե ձեզնից ով է մնալու այդ մեկ նմուշը։ Հիմա իրենց քթից բերվելու է այդ կերպով եւ թող իրենք չկասկածեն։